Եթե 2020 թվականին անչափահասների նկատմամբ 252 հանցագործություն է կատարվել, ապա այս տարի 2025-ի միայն առաջին եռամսյակում թիվը ճիշտ 240 է, այսինքն ընդամենը 12-ով պակաս 2020-ի ամբողջ տարվա ցուցանիշից։ Վիճակագրությունը, որ ժամին ներքին գործերի նախարարությունից են փոխանցում, հստակ ցույց է տալիս, թվերը հարյուրներով տարեցտարի են ավելացել, առաջին կտրուկ աճը 2021-ից 22 թվականների միջակայքում է 268-ից 390, հաջորդ տարի միանգամից 786, արդեն 2024-ին թիվը նվազում է, բայց միայն 32-ով։ Հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին։ Իսկ ընդհանուր առմամբ ո՞րն է թվերի ահռելի այս աճի պատճառը։ Իրավապաշտպանները միաբերան են շեշտում, ընդգծում, պաշտպանական համակարգը ոչ թե մասամբ, այլ ընդհանրապես արդյունավետ չի գործում։ Առաջնային օղակը մասնավորապես հենց հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովները նրանք պրոֆեսիոնալ մարմիններ չեն եւ հստակ երեխայի լավագույն շահից ելնելով որոշումներ չեն կայացնում։ Երկրորդ նաեւ բացահայտում շատ կա։ Առաջ օրինակ դադենք դա չերիմացում, լատենտեր եւ այլն, իսկ հիմի բացահայտում շատ է։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն էլ արդեն ոչ թե երկնիշ, այլ եռանիշ թվերով են 2020-ին 52, 2024-ին 111։ Մասնագետը խնդրին հակառակ դիտանկյունից է նայում։ Այս դեպքում ծնողները երբեմն շարունակում են լուռ մնալ։ Չի ուզում դիմի ոստիկանություն, չի ուզում դիմի պատկան մարմիններ, մտածում է, որ հանգարտ է երեխայի պատվի արժանապատվության խնդիր, հայկական պիտակավորման։ Վաղը հունիսի 1-ն է, իրավապաշտպանները հերթական անգամ հիշեցնում են, երեխաների տոնը չէ, այլ նրանց իրավունքների պաշտպանության օրը, այնպես որ փուչիկ պաղպաղակն իրենց հերթին, բայց ոչ բռնության հետ միաժամանակ։ Ընդ որում ոչ միայն այդ օրը, այլ միշտ տարին 365, երբեմն էլ 366 օր։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։